Համեմատ եկել ես Աստծո տուն, իրան երկրպագելու, իրան պաշտելու եւ նաեւ իր խոսքը լսելու եւ իրենից օրհնվելու։ Այստեղ ամենակարևոր անձը, որի վրա պիտի մեր ուշադրությունը սևեռված լինի, Հիսուս Քրիստոսն է։ Որովհետեւ Տերն ասում է, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվեն իր անունի շուրջ, նա այնտեղ ներկա է։ Մեր ուշադրության կենտրոնը պահենք Հիսուսի վրա։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Այսօրվա պատգամը վերնագրել եմ հետևյալ կերպ. Օտար մարմիններ Քրիստոսի մարմնում։ Ես այսպիսի պատգամ մինչև հիմա չեմ տվել։ Ես չգիտեմ ինչի Տերը սրտից դրեց այս պատգամը, բայց ես այսպիսի պատգամ հիմա որ կարդամ դուք կզգաք ընթացքից, որ այսպիսի պատգամ ես մինչև հիմա չեմ տվել։ Օտար մարմիններ Քրիստոսի մարմնում։ Աստծո խոսքն ասում է, եթե միասին բացենք առաջին Կորինթացիս 12:27-ը, Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ Աստված մեզ ասում է, որ մենք Քրիստոսի մարմինն ենք։ Մեկ, ամեն մեկս նրա մարմնի անդամները։ Մենք Քրիստոսի մարմինն ենք։ Անցած պատգամը հիշում եք, անցած կիրակի խոսում ենք Քրիստոս Փեսայի մասին եւ եկեղեցին որպես հարս։ Տարբեր համեմատությունները Աստված իր խոսքի մեջ անում, որպեսզի մենք հասկանանք եկեղեցու դերը եւ նշանակությունը։ Մեկ ուրիշ համեմատություն է, որ Աստված իր եկեղեցին համեմատում է մարմնի հետ եւ Քրիստոսին համեմատում է այդ մարմնի գլխի հետ։ Ամենակարևոր մասը որ կա, դա գլուխն է մարմնի մեջ։ Եթե գլուխը չլինի, կյանքի մասին խոսալը անիմաստ է։ Կարա ձեռքը կտրված լինի, կարա ոտքը կտրված լինի, կարա, չգիտեմ, տարբեր մասեր, մի երիկամը հանած լինի մարդու։ Մարդը կարա ապրի։ Բայց գլուխը ամենակարևորն է։ Դրա համար շեշտում եմ, որ մենք մեր ուշադրությունը գլխի վրա կենտրոնացնենք։ Բայց նաև խոսքն ասում է, որ մարմնի անդամներն էլ կարևոր են։ Չկա պակաս անդամ, չկա նվազ անդամ, գուցե ամենանվաստներին ամենակարևոր դերն է վերապահված։ Եվ մեր ուշադրությունը սևեռելով Քրիստոսի մարմնի վրա, որ եկեղեցին է, մենք այսօր խոսելու ենք օտար մարմինների մասին։ Գիտեք ինչ է լինում, երբ որ օտար մարմին է մտնում քո մարմնի մեջ։ Ինքը շատ վտանգավոր մի բան է։ Ասենք մեկը պատերազմի ժամանակ վիրավորվել է եւ գնդակը իր մարմնի մեջ է։ Ամեն ինչ անում են, որ այդ գնդակը հանեն, դա օտար մարմին է։ Շատ հազվադեպ դեպքերում, երբ որ այնպիսի տեղ է, որ հանելը շատ վտանգավոր է, թողնում են դա։ Բայց օրգանիզմը ինքը եղել է, որ ձեր ձեռքը, ասենք փուշ մտնում։ Ինչ է լինում։ Ինքը իրանով մարմինը դուրս է շպրտում։ Արյունը գործում։ Այսօր պաշտամունքի վերջում ենք հաղորդություն ենք ունենալու, որ գինին Քրիստոսի արյան խորհուրդն ունի եւ հացը, որ կվերցնենք Քրիստոսի մարմնի խորհուրդն ունի։ Այդ արյունը մարմնի մեջ ինքը հեռացնում է օտար մարմինները։ Որոնք են այդ օտար մարմինները։ Ես մտածում էի, երբ որ պատգամի վերնագիր էի մտածում ինչ դնենք, մտածում էի, որ այս պատգամը շատ ավելի կարևոր է այն մարդկանց համար, ովքեր եկեղեցի չեն գալիս։ Ես գիտեմ հիմա խոսում եմ նրանց, ովքեր եկեղեցում են։ Մեզ համար էլ է սա շատ կարևոր։ Բայց ավելի կարևոր է, քանի որ ինտերնետում դրվում է եւ մարդիկ լսում են, այս պատգամը հատուկ այն մարդկանց համար է նաեւ, ովքեր ինչ պատճառներով եկեղեցի չեն գալիս։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, որքան հավատացյալներ կան Հայաստանում, դուք տեղյակ եք։ Տասնյակ հազարներ։ Ինչ որ մեկը ասում է, որ իհարկե չգիտեմ որքանով է ճիշտ, որքանով չէ, ասում է, որ 100,000 հավատացյալ կա։ Ես ձեզ ասեմ, ինչքան որ հավատացյալ կա, ես կոնկրետ թիվը չգիտեմ, ինչքան հավատացյալ կա Հայաստանում, բայց դրանից ավելի շատ կան հավատացյալներ, ովքեր մի ժամանակ եկեղեցի են գնացել, բայց հիմա չեն գնում։ Ձեր շրջապատում նայեք։
Քանի հավատացյալ եք ճանաչում։ Դրանց որ մասն է եկեղեցի գնում եւ որ մասն է որ չի գնում։ Ձեր կյանքի ընթացքում քանիսին եք ճանաչել, որ գնացել են ժամանակին, բայց հիմա չեն գնում։ Սրան լուրջ պատճառ կա։ Ինչի՞ այդ մարդիկ եկեղեցի չեն գնում։ Եկեք հիմա շատ կարդալու ենք Աստվածաշնչից։ Համարներ ենք կարդալու։ Իրար հետևից։ Եկեք տեսնենք, որոնք են այդ օտար մարմինները, որ մտնում են Քրիստոսի մարմնի մեջ, որպեսզի վնասեն մարմինը։ Եկեք միասին բացենք Գաղատացիներին ուղղված նամակը 2-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Եվ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսում ունենք, որ մեզ ծառայեցնեն։ Չեմ ուզում խնդրին անդրադառնամ, թե ինչ էին անում այդ ներս պրծած եղբայրները, բայց այստեղ Պողոս առաքյալը հստակ ասում է, որ կային մարդիկ եկեղեցում, ուշադիր լսեք, եկեղեցում կային մարդիկ, որ մուտք էին գործել եկեղեցի, եղբայրներ էին, որ սովորեցնում էին ինչ-որ բաներ, բայց սրանց անվանում է Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լցված իր նամակի մեջ, սրանց անվանում է սուտ եղբայրներ։ Կան սուտ եղբայրներ, կան սուտ եղբայրներ։ Որտեղ են այդ սուտ եղբայրները։ Եկեղեցում են այդ սուտ եղբայրները։ Մեզ Աստված չի տվել դատավորի պաշտոն, որ մենք որոշենք սա սուտ է, այստեղ շատ զգույշ պիտի լինենք, մենք չենք դատավորը, մենք չենք դատում, ասում ենք այս է երևի այդ սուտ եղբայրներից, մեկն այն, մեկն ոչ, դատավորը սրտեր քննողն է, ամեն, բայց կան սուտ եղբայրներ, որտեղ են իրանք, եկեղեցում, եւ սա օտար մարմին է, մարմնի ներս պրծած, այսինքն դրսից ներս են մտել սրանք ներսինը չեն, բայց ներս են մտել։ Եկեք բացենք Գործ Առաքելոց 15-րդ գլուխ 24-րդ խոսքը։ Որովհետև լսեցինք, որ ոմանք մեր միջից դուրս գալով խռովեցրին ձեզ խոսքերով եւ ձեր անձերը խախտեցին ասելով, որ թլպատվեք, օրենքը պահեք, որոնց մենք չհրամայեցինք։ Մեր միջից մարդիկ եղան, որ սկսեցին սովորեցնել բաներ, որ խռովեցնեն ձեզ, որ մենք չենք պատվիրել։ Պողոս առաքյալն ասում է, որ կան, դրա համար մենք պիտի ուշադիր լինենք։ Մենք այդ մարմնի անդամներն ենք, թե ոչ։ Մենք այդ մարմնի անդամներն ենք։ Եվ մարմնի անդամները պիտի ուշադիր լինեն, որ օտար մարմին չմտնի եկեղեցի։ Ինչպես են եկեղեցիները մասնատվում, ինչպես են մարդիկ հեռանում հավատքից։ Մուտք է գործում մի օտար մարմին։ Գալիս է ասում է, բա գիտեք, այն որ ձեր եկեղեցում սենց են սովորացնում, իրականում տենց չի, արեք ձեզ ասեմ։ Այսօր ինտերնետով մարդիկ շատ բաներ են նայում, կամ, չգիտեմ, սպուտնիկային հեռուստատեսության։ Շատ բաներ են նայում, չեն խորհրդակցում իրենց ավակների հետ, իրենց հովիվների հետ։ Չեն ասում, օրինակ, ես նայում եմ այս ինչ քարոզիչին, նես լավ է քարոզում։ Շատ սուտ եղբայրներ կան ինտերնետում, շատ սուտ եղբայրներ կան, որոնց քարոզների մեծ մասը ճշմարտություն է եւ ճշմարտությունից է։ Գիտեք, որ թույն են տալիս մարդուն, որ սպանեն։ Այդ թույնը դառը չի լինում, գիտեք դրա մասին թե չէ։ Որ դառը լինի, այդ խմողը մի անգամից կհասկանա, որ դա դառն է։ Երբ որ ուզում են թույն տան, ինքը շատ նման է լինում, քաղցր, համ չի ունենում, բայց որ խմեցիր, ինքը այդ ընդհանուր լավ որակի հետ, այդ թույնը մտնում է քո ներսը։ Ասրա մասին է խոսում Պողոս առաքյալը։ Կան սուտ եղբայրներ, որոնք խռովեցնում են ձեզ։ Հատուկ դրա համար են իրանք։ Ես խնդրում եմ ուշադիր եղեք այստեղ։ Այսօր շատ տարածված է դա։ Մեկ էլ գալիս են ասում են, բա այս ինչ բաները։ Ասում են, որտեղից գիտես։ Բա այս ինչ քարոզիչն է։ Ասում են, դու այդ ես էլ ծանոթ եմ։ Ասում եմ, դու այդ քարոզիչը գիտես, որ ուղղությանն է պատկանում։ Գիտես իր վարդապետությունը։
Գիտես որտեղ է շեղված, ինչի ես լսում, բայց ասում են լավ բաներ էր ասում, էլի լավ բան ասում։ Ով է Եհովայի վկաներին լսել։ Վատ են ասում։ Չէ, եթե դու չխորանաս, մարդը որ գա, առաջի անգամ ասում են փրկություն կա, ասում են, որ չգիտեմ, պիտի լավ կյանք ապրես, այդ կյանքը թողես, բարոյական ապրես, այս անես, վատ բաներ են ասում, չէ։ Բայց եթե դու չխորանաս իրանց վարդապետության մեջ, դու չես իմանա, որ իրանք Քրիստոսին մերժում են որպես Աստված, որ իրանք մերժում են դժոխքի գոյությունը, որ իրանք ընդամենը 144,000 են ասում, որ երկինքա գնալու։ Չես հասկանա, որ գիրք են տպել, որի մեջ ջնջել են բոլոր են տեղերը, որտեղ խաչ գրածա ցից են գրել, որտեղ Քրիստոսին ասում են, որ չի խաչվել։ Չես հասկանա, որ Սուրբ Հոգուն ընդհանրապես չեն ընդունում որպես Սուրբ երրորդության մի մաս։ Սուրբ ոգի են գրել փոքրատառով այդ գրքի մեջ։ Չես հասկանա, կնայես իրանց ասածում կասես լավ էլ ճիշտ բաներ է ասում։ Համարյա նույն բաներն է ասում, ոնց որ մեր ալման եղբայրն է կարծում։ Դրա համար մենք լինենք, որ չթողենք Քրիստոսի մարմնի մեջ օտար մարմիններ ներս մտնեն։ Դրա համար դու պիտի հաղորդակցություն ունենաս քո ավագի հետ։ Պիտի կիսվես։ Ես շատ եմ ասել, օրինակ խորհուրդ եմ տվել, այս ինչ քարոզիչին մի նայեք։ Եվ տեսնում եմ մարդիկ շարունակում են նայել, որտեղ իրանց կարծիքով դա ճիշտ է։ Աստված իրանց հետ, ես իմ պարտքը կատարել եմ։ Ես խորհուրդ եմ տվել որպես հովիվ, մի նայեք իրան, որտեղ իրա, բայց ասում եմ, ես բավարար բան չեմ տեսնում, վատ բան չես տեսնում, շարունակի։ Այն մեկին ասել եմ, այս ինչ Եհովայի վկաների հետ մի շփվի։ Ես պատրաստ եմ շփվեմ իրանց հետ։ Եվ մարդիկ կան այստեղ հատուկ ծառայողներ, որ իրանք զինված են, որ շփվեն, պատրաստված են, որ շփվեն, բայց քեզ հատուկ ասել եմ, դու մի շփվի, իսկ դու գտնում ես, որ դրա մեջ վատ բան չկա ու շարունակում ես անել, դու օտար մարմին ես վերցնում, տես, որ քեզ վնասեց, դա միայն քեզ չի վնասում, դա մեր եկեղեցուն է վնասում, դու որ վնասվեցիր, են որ ասում ես, ես եմ իմ գլխի տերը, այդպես չի, գլուխ կա մարմնի, և գլուխը գրված է, որ Եփեսացիների թղթի մեջ, որ եկեղեցում դրեց առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ և ուսուցիչներ։ Ինքը դրեց, որ այդ մարմինը կազմված, բարեկազմված լինի, մի անդամը մյուսի հետ հաղորդակցություն ունենա և ճիշտ ղեկավարվի։ Զգույշ լինենք խռովեցնողներից։ Զգույշ լինենք այդ օտար մարմիններից, որ գալիս են, գրված է, որ մեր անձերը խախտեն։ Ավելի գնանք առաջ, 2 Կորինթացիներ, 11-րդ գլուխ։ 12-ից 15 հատվածը ընթերցեմ։ Որովհետև ինչպես որ կինը մարդից եղավ, 2 Կորինթացիներ, ներողություն ես առաջինն եմ բացել։ Հասկացա, որ սխալ բան եմ կարդում։ 2 Կորինթացիներ 1-րդ գլուխ 12-ից 15։ Այն, որ անում եմ, կանեմ էլ, որ պատճառ որոնողների պատճառը կտրեմ, որ ինչով որ պարծենում են, նրանք էլ մեզ նման գտնվեն, որովհետև այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ են։ Ես զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իրեն վրա է առնում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանվեն արդարության պաշտոնյաների նման, որոնց վերջը իրենց գործերի պես կլինի։ Սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ, սրանք որտեղ են։ Եկեղեցում։ Տեսեք, այս հատվածը մենք շատ ենք ասում, որ սատանան լույսի հրեշտակի կերպարանքով գալիս է, բայց ում էր սա վերաբերվում։ Հաջորդ համարը, ուրեմն մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանվեն արդարության պաշտոնյաների նման։ Այսինքն դու իրանք շատ նման են, որ ասեցի թույնը, եթե սոկի մեջ թույն են տալիս, ինքը սոկի համի է։ Ինքը շատ դժվար է։ Պիտի դու օգնություն է քեզ պետք,
Քեզ մասնագետ է պետք, որ ասի այդտեղ թույն կա թե չկա։ Ամեն հոգևոր սնունդ մի վերցրեք։ Ես լուրջ եմ ասում, ամեն հոգևոր սնունդ, մանավանդ այսօր ինտերնետը չարիք է այս առումով։ Ամեն հոգևոր սնունդ մի վերցրեք ու մի խմեք։ Մի խորհուրդ հարցրեք։ Կան քարոզիչներ ինտերնետում, որ ես կասեմ, առավոտից իրիկուն լսեք։ Ես չեմ ասում մենակ ինձ լսեք, ինձ ճիշտ հասկացեք։ Առավոտից իրիկուն լսեք այդ քարոզիչներին։ Ես այսքան տարիների իմ հոգևոր կյանքում մի վատ բան չեմ լսել այդ քարոզիչներից։ Ես հատուկ անուններ կարամ ասեմ։ Քարոզիչներ կան, որ կասեմ լսեք, բայց ուշադիր լսեք։ Քարոզիչներ էլ կան, որ կասեմ մի լսեք։ Ուշադիր եղեք։ Իրանք շատ նման են։ Կարող է 3 քարոզ հրաշալի քարոզ լինի, բայց իր վարդապետությունը ապականված է։ Հրաշալի կերպով կարող ես դու հոգևոր սնունդ ստանալ ինտերնետից։ Ինտերնետը գործիք է, ինտերնետը չարիք չի։ Ինքը գործիք է, այդ գործիքը այսօր մեծ մասամբ չարիքի համար է օգտագործվում, բայց մենք կարող ենք դա օգտագործենք բարիքի համար։ Ամեն։ Շարունակենք տեսնենք, որոնք են այդ օտար մարմինները։ Գաղատացիս առաջին գլուխ 6-ից 10 խոսքերը։ Զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան, որ ուրիշը չկա, միայն թե կամ ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ, նրանից ուրիշ, քան թե որը մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի։ Ինչպես որ առաջ ասեցինք եւ հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկը ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան թե դուք առաք, նզովված լինի, որովհետեւ հիմա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն, կամ ուզում եմ մարդկանց հաճո լինել, եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսին ծառա չէի։ Շատ խիստ հատված է սա Աստվածաշնչից, շատ խիստ, ասում է, զարմանում եմ, որ փոխվում եք դեպի ուրիշ ավետարան, այսօր որոշակի եկեղեցիներ, որոշակի ուժեր, կառույցներ հարցակում են կազմակերպել ավետարանական եկեղեցիների վրա, հարցակում են կազմակերպել, ու շատերին էլ մեր մոտից կոնկրետ 2 հոգու հաջողվել է, գիտեք ինչ են անում, խաղում են հայրենասիրության վրա, ասում են, բա դու Հայաստանը չես սիրում, իսկ դուք սիրում եք Հայաստանը, իհարկե պիտի սիրենք, սա մեր երկիրն է, եթե Աստված մեզ տվել է, այստեղ ենք ծնվել, մենք պիտի սիրենք Հայաստանը, հիմա ասում է, դու Հայաստանը չես սիրում, ասում է, սիրում եմ, դու ազգասեր չես, ազգասեր, բա ինչի ես թողել մեր առաքելական եկեղեցին ու գնացել դարձել ավետարանական, բա ամոթ չի, ինչ եք կարծում, բա ամոթ չի, լսեք, կամ մեկ ավետարան, Պողոսն ասում է, եթե դուք դեռ բաժանում եք, ուրիշ եմ Պողոսներ ասում, թե չէ դրա համար եմ սենց դանդաղ ասում, եթե դուք դեռ բաժանում եք ձեր մեջ, ես Պետրոսյան եմ, ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան եմ, ասում է, դեռ տակավին դուք մանուկներ եք հոգևոր, որովհետև կա մեկ եկեղեցի կա, իրականում երկնքում չի լինելու առաքելական, ավետարանական այս մի ճյուղը, կաթոլիկ եւ այլ, կա մեկ եկեղեցի, Քրիստոսի մարմին, բայց երկրի վրա կան տարբեր եկեղեցիներ, եւ այս եկեղեցիները տարբեր են որոշ իմաստներով, մեկը այսպես է հասկանում, մեկը այնպես է հասկանում, բայց կա մեկ ավետարան, եթե կա մեկ ավետարան, կարող լինեն երկրորդական տարբերություններ, բայց չի կարող լինել հիմնական տարբերություն։ Եթե ավետարանական եկեղեցին, օրինակ եմ ասում, հավատում է, միայն, որ մարդը, ինչպես գիրքն է ասում, տրված է մեկ անգամ ապրել, մահացավ, կանգնում է դատաստանի առաջ։
Այսպես է գիրքը ասում։ Առաքելական եկեղեցին ասում է մարդը, որ մահացավ, գնում է սպասարան։ Սպասարանում սպասում է, մինչև իր ժամանակը գա կամ դրախտ կամ դժոխք։ Հասկանում եք, երբ որ իրանք գալիս են ուրիշ ավետարանով, ինչպես են մեր երիտասարդներից 2 հոգու տարել են, շատ նվիրյալ երիտասարդներ, ինչ են արել։ Ընդ որում մեկին նոր են տարել, մեկին վաղուց, այդ մեկին որ տարել են, ինքը չի գնում այնտեղ, այլ աշխարհի մեջ է։ Ընդհանրապես բոլորին, որ եկեղեցին եկեղեցուց է տանում, տեսեք, եկեղեցին, երբ որ իր նպատակն է իր անդամները շատացնել, դա արդեն եկեղեցի չի, դա ակումբ է։ Ես լուրջ բան եմ ասում, շատացնել ում հաշվին։ Ուրիշ եկեղեցիների, սա ակումբ է, սա եկեղեցի չի։ Եկեղեցին պիտի իր անդամները շատացնի աշխարհից մեղավորներին խաչի փրկությունը քարոզելով։ Եկեղեցին պիտի իր անդամները շատացնի, գնա այցելի այս հիվանդի տուն, այն մեղավորի տուն, այն ընկածին բարձրացնելով։ Պիտի եկեղեցում շատ անդամներ լինեն։ Բայց ոչ թե մեր եկեղեցին լավն է, եկեք մեր եկեղեցի։ Ուրիշ հավատացյալների հաշվին։ Սա արդեն եկեղեցի չի, սիրելիներ։ Սա արդեն ես չեմ ուզում խորը գնահատականներ տամ, բայց ես իմ համար կասեմ, երբ որ իմ նպատակը լինի, ես լինեմ մեծ եկեղեցուհովի, որ ես փառավորվեմ, ուրեմն ես հեռացել եմ Աստծուց։ Երբ որ իմ նպատակն է, որ լինի մեծ եկեղեցի, որ Տերը փառավորվի, որ շատ փրկվողներ լինեն։ Եթե մի եկեղեցում փրկված կա, թող այնտեղ գնա։ Ո՞վ է ձեզ ստիպում։ Երբեք, եթե ինչ-որ մեկ կասի, ձեզ մոտենում է, ասում է, մեր եկեղեցին այնքան լավն է, հələ արի տես։ Զգույշ եղի, հեռու մնա։ Դուք էլ երբեք այդ բանը չանեք։ Ասել եմ, թե չեմ ասել։ Հատուկ զգուշացրել եմ ես։ Մեր նպատակը աշխարհից մարդկանց բերելն է։ Ուզում է իր անունը լինի քրիստոնյա, ուզում է իր անունը լինի առաքելական, ինչ ուզում է լինի։ Եթե մարդը մեղքի մեջ է ապրում, եթե մարդը իրան թեկուզ եկեղեցու անդամը համարում, բայց ինքը եկեղեցին չգիտի ինչ է։ Այսինքն մարդը ապաշխարած չի, մեր նպատակը իրան ապաշխարության բերելն է, իրան Քրիստոսի փրկությունը հասանելի դարձնելն է։ Եվ սա ես որպես հովիվ հայտարարում եմ այստեղից, որ դուք հանկարծ այդ Աստված մեզ ասել, ձեզ կանչում եմ, որ մարդկանց որսորդներ լինեք, չէ՞։ Ձկնորսներն ես, չէ՞ ասում։ Հիմա պատկերացրու, ասելա ձկնորսներ եք, դուք պիտի հիմա մարդկանց որսորդներ լինեք։ Այս ձեզ ծովը, այս դուք։ Ու դուք գնում եք հարևանը, որ ձկներ ա բռնել, ձեր թոռը գցում եք իր ավազանի մեջ։ Էսի ձկնորս չի, էսի գող է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար Պողոս առաքյալը զգուշացնում է այստեղ։ Եթե, այսքան ասեցի, որ այստեղը լավ հասկանանք։ Զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան։ Դուք արդեն կանչված եք Քրիստոսի շնորհքի մեջ։ Էլ ինչ ուրիշ ավետարան։ Ուրիշը չկա, միայն կան մարդիկ կամ ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել։ Հիմա ուշադիր։ Ասում եմ, եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան թե որ մենք ավետարանեցինք, նզովված լինի։ Կրկին կրկնում է, եթե մեկը ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան թե որ դուք առաք, նզովված լինի։ Որովհետև ես ուզում եմ Աստծուն հաճեցնել։ Եվ ավելի խստացնում է Պողոս առաքյալը, եթե Գաղատացիներ 5:12-ը կարդան, տեսեք ինչ խոսքեր է ասում, որ գուցե մենք երբեք չէինք հանդգնի այս խոսքերը ասենք։ Այդ մարդկանց մասին է խոսում եւ 12 խոսքում ասում է. երանի թե բոլորովին կտրվեին նրանք, որ ձեզ խռովեցնում են։ Կներեք։ Երանի թե բոլորովին կտրվեին նրանք, որ ձեզ խռովեցնում են։ Կան օտար մարմիններ Քրիստոսի մարմինի մեջ փորձում են դրսից մուտք գործել օտար մարմիններ, եւ մենք պիտի շատ աղոթենք, որ Տերը մեզ իմաստություն տա, որ մենք կարողանանք դիմակայել օտար մարմիններին։ Երկրորդ Պետրոս, 2-րդ գլուխ, առաջին 3 խոսքերը։
Սիրելիներ, երկրորդ գլուխը։ Եվ սուտ մարգարեներ կային այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն, որ ներս կմտցնեն կորստական հերձվածողություններ եւ ուրանալով այն տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա շուտահաստ կորուստ կբերեն։ Եվ շատ մարդիկ կհետևեն նրանց կորստյանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը կհայհոյվի։ Լսեք հիմա շատ կարևոր մի բան եմ ասում։ Այստեղ խոսում է սուտ մարգարեների մասին։ Ուշադիր եղեք, մարգարեություն։ Ես գիտեմ, որ շատերին թվում է, թե Աստված իրանց հետ խոսում է։ Մի ծայրահեղություն է, որ մարգարեներին ասում են դուք սուս մնացեք, մյուս ծայրահեղությունը, որ բոլոր իրենց մարգարե են կարծում։ Մեզ այստեղ իմաստություն է պետք, որ ոչ արգելենք մարգարեությունը եւ ոչ ամենաթողություն լինի եկեղեցում։ Շատ սուտ մարգարեներ կան եկեղեցում։ Գիտեք ինչ էին անում սուտ մարգարեներին 5 դակարանում։ Ով գիտի։ Եթե մեկը սուտ մարգարեություն էր հրճակում, իրան քարկոծելով սպանում էին։ Իսկ գիտեք պատիժը նոր կտակարանում։ Ով գիտի։ Չգիտեք, սուտ մարգարեներն նոր կտակարանում են պատժում։ Գրված է. այսպիսին թող այլևս չմարգարեանա։ Եթե մեկ անգամ մարգարեացավ եւ սա սուտ մարգարեություն էր, գրված է այսպիսին թող այլևս չի ասում հանեք սպանեք, չի ասում եկեղեցուց հանեք թող գնա, ասում է ինքը թող այլևս չմարգարեանա։ Հիմա այստեղ մենք մի բան ենք հասկանում։ Շատերը ինձ գալիս են ու ասում են. ես չեմ կարա չասեմ։ Ես եթե մի անգամ ասել ես ու դու հասկացել ես, որ դա քո միտքն էր եւ ոչ թե Տիրոջից, Գիրքն ասում է, թող այլևս չմարգարեանա այս մարդը եւ սա նշանակում է, որ ինքը կարա իրան զսպի, ինքը կարա դրա դեմ պայքարի։ Իսկ եթե Տերն է խոսում, Տերը կարա այդ հովվին, լսեք, մենք հավատում ենք, որ Տերը ամենակարողա թե չէ։ Տերը կարա, եղել է տենց բան, իմ կյանքում ձեզ ասեմ։ Այստեղ մարդիկ կան, որ եկել են ինձ ինչ-որ մարգարեություն են ասել, եւ ես իմ սրտի մեջ կասկածել եմ, որ դա Տիրոջից է։ Եվ ասել եմ, շատ հանգիստ, ասել եմ, ես չեմ մերժում, բայց չեմ էլ ընդունում։ Սպասում եմ երկրորդ վկայությանը։ Սա Աստվածաշնչյան է, թե ոչ։ Այո։ Երկրորդ վկայություն չի եղել մեծամասամբ, բայց մի դեպքում եղել է։ Ես ասեցի, այնպիսի բաներ, որ մի ուրիշ եղբոր մասին էր այդ մարգարեությունը եւ շատ սուր մարգարեություն էր եւ մեղքի հանդիմանություն էր, որ քույրիկը իր աղոթքի մեջ ու ասենք ծառայող մարդու հանդեպ ստացել էր այդ հանդիմանությունը, որ Տերը այսպիսի բան է ասում իրան, որ եկավ ինձ ասեց, ես էլ ասեցի, քույրիկ ջան, ես չգիտեմ, քո մտքից այրած ես տեսել, ինչ ես արել, ասեցի, սպասում եմ, ոչ մերժում եմ, ոչ ընդունում եմ, սպասում եմ երկրորդ վկայությանը։ Ու ինչ եք կարծում։ Տերը երկրորդ վկայությունը տվեց։ Մեկ ուրիշի բերանով։ Նույն բանը։ Ու ես գնացի խոսացի այդ մարդը ապաշխարեց ու ընդունեց։ Հասկանում եք, Աստված իրական է։ Եթե մենք միայն մնանք իր խոսքի մեջ, ինքը կգործի։ Միայն թույլ տանք, որ մենք իր մարմնի մեջ այս անդամները իր ասած ձևով գործեն։ Ոչ թե մեր ուզած ձևով, այլ իր ասած ձևով։ Հիմա ասում եմ սուտ մարգարեներ կան ժողովրդի մեջ եւ սուտ վարդապետներ էլ կլինեն, որ կփորձեն կորստյան հերձվածողություններ մտցնել։ Հենց դու հավատացիր այդ հերձվածողությունը, դա շեղված հավատքն է։ Հենց դու հավատացիր այդ շեղված հավատքին, հենց հավատացիր այդ շեղված հավատքին, օրինակ մի շեղված հավատք ասեմ ձեզ, սրբերին աղոթք անելը, ես աղոթում եմ այս ինչ սրբին, կամ խնդրում եմ այս ինչ սուրբը բարեխոսություն անի, սա շեղված հավատք է, որովհետև Աստվածաշունչը ասում է մենք մեկ բարեխոս ունենք եւ սա պարզ գրված է Աստվածաշնչի մեջ, մեկ բարեխոս ունենք, մեկ միջնորդ ունենք, մարդկանց եւ Աստծո միջև Հիսուս Քրիստոս մարդը։ Մեկ միջնորդ կա։
Ուրիշ միջնորդ չկա։ Եթե դու այս ինչ սրբին ես միջնորդ բերում, այն սրբին խնդրում ես, որ գնա Հիսուսին ասի, դու կենդանի Աստծո հետ հարաբերվելու արտոնություն ունես, որովհետև Քրիստոսի խաչով վարագույրը վերից վար պատրվեց եւ բացվեց ճանապարհը դեպի սրբության սրբոց։ Քեզ պետք է միայն քո մեղքերը քո վրայից գցես ու մտնես իր այդ հաղորդակցության մեջ։ Քեզ մեկ միջնորդ է պետք, Հիսուս Քրիստոս։ Ուրիշ միջնորդ պետք չի։ Եվ այս սուտ վարդապետությունները իրանք որ գալիս են, որ մեզ հենց մենք ընդունենք սա, մենք մերժում ենք այս խոսքը։ Մենք հայրենասիրության մասին ենք, հայրենասիրությունը շատ լավ բան է։ Բայց հենց հայրենասիրությունը աստվածապաշտությունից բարձր է դրվում, դա դառնում է կուրք։ Գիտեք, որ ինչ որ դուք ավելի սիրեք, քան Աստված, դա կուրք է ձեր կյանքերում։ Դա դառնում է քո Աստվածը։ Լինի դա հայրենիքը, լինի դա քո տունը, լինի դա քո անունը, լինի դա քո հեղինակությունը, ցանկացած բան, որ դու Աստծուց ավել սիրեցիր, ինքը կուրք է։ Բա ինչ կմտածեն իմ մասին։ Դու ինչ ուզում են մտածեն։ Բա իմ ընտանիքը Աստված է կարևոր, թե քո ընտանիքը։ Ով է ասում, որ բոլորն են այդ ճանապարհով գնալ։ Եթե քո համար քո ընտանիքն է կարևոր, գնա այդ ճանապարհով, ուղղակի իմացի, որ դա կորստյան ճանապարհ է։ Եվ այստեղ մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, այս օտար մարմինները, որ գալիս են Քրիստոսի մարմնի մեջ։ Մի բան կա, որ շատ եմ խնդրում, որ սա հիշեք այսօրվա պատգամից։ Գրված է, նրանց պատճառով ճշմարտության ճանապարհը կհայհոյվի։ Դուք ապրում եք մարդկանց միջավայրում։ Դուք մտնում եք խանութ։ Դուք աշխատում եք ինչ-որ տեղ։ Եվ մարդիկ գիտեն, որ դուք հավատացյալ եք։ Ունեք կիսուր, կեսրար, կամ հարս, կամ չգիտեմ, տեքորկին, ում հետ որ լարված է, չգիտեմ։ Իրանք գիտեն, որ դու եկեղեցի ես գնում կիրակի օրերը։ Եվ քո պահվածքը կարող է այնպիսին լինի, որ իրանք այս ճշմարտության ճանապարհը օրհնեն, կամ քո պահվածքն ու վերաբերմունքը կարող է այնպիսին լինի, որ այս ճշմարտության ճանապարհը հայհոյվի։ Զգույշ պիտի լինենք մենք սիրելիներ։ Քրիստոս անունը մեր վրա է։ Քրիստոնյա ես դու, թե ոչ։ Կարո՞ղ սերդ տնես վրդ ասես, ես քրիստոնյա եմ։ Ես հավատացյալ քրիստոնյա եմ։ Քրիստոս անունը մեր վրա է։ Եվ գիտեք, հավատացյալները իրար թերությունները այդքան լավ չեն տեսնում, ինչքան դրսի մարդիկ։ Իրար մեջ խոսում են, ասում են, բա հետո էլ ասում է հավատացյալ եմ, հələ նայ ինչ ձենա դուրս գալ իրանց տնից։ Հələ նայ ոնց է վատ բառեր ասում։ Հələ նայի էս, հələ նայի են։ Սիրելիներ, ես լուրջ բան եմ ասում, մի թողեք օտար մարմինները մտնեն։ Այստեղ որ օտար մարմին է մտնում, այս մարմինը ամեն բան, ամբողջ արյան շրջանառությունը, ես չգիտեմ ուսումնասիրել եք թե չէ, երբ որ մի օտար մարմին է մտնում ստեղ, ամբողջ արյան շրջանառությունը կենտրոնանում է այս մի տեղի վրա, որ որքան հնարավոր է շուտ սրան դուրս շպրտի։ Ես չեմ ուզում, որ Քրիստոսի մարմնի մեջ, ու այս պատգամը նրա մասին չի, որ դուք փնտրեք, թե ով է օտար մարմին, տեսի սխալ արեց, այնի սխալ արեց, բոլորն էլ սխալ են անում։ Բոլորն են սխալ անում, եւ դու սխալով չես կարող որոշես, սա օտար մարմին է թե ոչ։ Օտար մարմին սրտեր քննողը գիտի որն է։ Մեկ էլ ես կարամ իմանամ, թե ես օտար մարմին եմ թե ոչ։ Տեսնում եք ինչ եմ ասում։ Մի նայեք ուրիշներին, այս պատգամը նրա համար չի, որ դուք հիշեք ես ինչը սենց արեց, այն ինչը նենց արեց։ Այս պատգամը քո համար է, որ դու հանկարծ օտար մարմին չլինես Քրիստոսի մարմնի մեջ։ Որ հանկարծ չլինի այնպես, որ Քրիստոսի սուրբ մարմինը չկարողանա քեզ տանի։ Ու ամբողջ արյան շրջանառությունը կենտրոնանա քեզ այդ մարմնից շպրտելու համար։ Գիտեք, Աստված գրված է Աստծո խոսքի մեջ, որ Աստված
երկայնամիտ է, համբերում է, մինչև բոլորը գան ապաշխարության։ Եթե հանկարծ Աստված այսօր որոշեր օտարարմինները հաներ ու շպրտեր, ինչ կլիներ մեր հետ։ Բայց Աստված համբերող է։ Աստված ասում է, գիտեմ քո սխալները։ Ես սպասում եմ, որ դու փոխվես։ Ես ուզում եմ, որ գիտեք ոնց է ձևավորվում։ Այդ մարմինը դրսից լիքը բաներ է վերցնում, լիքը, այդ ուրկանը գցում է ձկներին քաշում է, ուրկանը գցում է ձկներին քաշում է, ու ասում է դուք ձկներ, որ ձեզ բռնեցի, հիմա դառնում եք իմ մարմնի անդամները։ Հասկանում եք, ինքը լրիվ այլ բան է։ Մենք այս մեր ուղեղով չենք կարա դա պատկերացնենք, ոնց կարա օտարը Այ հրաշքը սա է, ոնց կարա օտարը դառնա ինձ հարազատ։ Արմինե քույրիկ նստած այստեղ։ Օտար, իրենք չենք ճանաչում։ Կամ Իսահակը, կամ մյուսը։ Ոնց կարա օտարը եւ շատ ժամանակ հարազատից էլ հարազատ։ Չգիտեմ, ունեք հորեղբոր երեխեք, ունեք, չգիտեմ, քեռու երեխեք։ Հիմա այդ ինչ մտերիմ բան եմ ասում։ Ես ում եմ ավելի շատ տեսնում։ Ձեզ, թե իրանց։ Ասեք շատ հարազատ եք դուք։ Օտարները դարձել են հարազատ, սա հրաշք չի արդյոք։ Օտարները հարազատ են դառնում, սա Քրիստոսի մարմինն է։ Բայց օտարները, որ գալիս են մարմնի մեջ, չպետք է այլևս օտար մնան։ Պիտի իրանցից այդ հերձվածող վարդապետությունները դնեն մի կողմ, պիտի այդ խռովեցնող քամիները դնեն մի կողմ, պիտի ասեն մենք քո ճշմարտությունն ենք ընդունում Հիսուս։ Մեզ համար Աստվածաշունչն է հիմքը, ոչ թե պապական առասպելները, ոչ թե այսինչ հայրերի գրվածքը։ Բոլորին հարգում ենք, թե առասպելներն ենք հարգում, թե պապերի գրվածքն ենք հարգում, թե հայրերի գրվածքն ենք հարգում։ Բոլորն ենք հարգում, բայց եթե հանկարծ դրանցից ինչ-որ մեկը, մի ինչ-որ փոքր նշույլով հակառակ եղավ Աստվածաշնչին, մենք այսքան չենք մտածելու, որը դեն գցենք, որովհետև Աստվածաշունչը մենք չենք կարա դեն գցենք։ Եվ որ պարսիկները 451 թվականին եկել էին, որ հայերին դավանափոխ անեն, որ իրանց պես զրադաշտ սարքեն, այն ժամանակ ավարայրի ճակատամարտից առաջ մի բան գրվեց, մի խոսք ասվեց։ Ասեց քրիստոնեությունը մեր շապիկը չի, որ հանենք մեր վրայից, մի հատ ուրիշ շապիկ հագնենք։ Դա մեր կաշին է, որպեսզի դուք այս կաշին հանեք, պիտի մեզ քերթեք։ Այս ուզում եմ, որ մենք հասկանանք, սիրելիներ, քրիստոնեությունը, հավատքը, այսի այն չի, որ դու այսօր ես եկեղեցում ես, վաղը այն եկեղեցում ես, այսօր ես ավետարանն ես հավատում, վաղը մյուս ավետարանն ես հավատում, այսի դառնում է մեր մաշկը։ Ինձ կարան հավատափոխանեն, ինձ սպանելով, բայց չեն կարա հավատափոխանեն։ Այսինքն, այսի իմ կաշին է, դա ասում, ու գնացին հայերը ու զոհվեցին, ու չեղան հավատափոխ։ Այսպիսի հավատք է մեզ պետք։ Այսօր, ես լուրջ եմ ասում, այսօր ավարայրի ճակատամարտը։ Գնալով վերջին օրերում սուտ Քրիստոսներ են ավելանալու, որոնք փորձելու են այս կողմից, այն կողմից։ Գիտեք, օրինակ մեկ այլ սուտ վարդապետության մասին, մորմոնների մասին, լսել եք։ Մորմոնների մասին, շատ քիչ են իրանց մասին խոսում։ Եհովայի վկաներին անընդհատ փնովում են, մորմոնների մասին մի բառ չկա։ Գիտեք ինչու։ Որովհետև բոլորը իրանց այդ իշխանությունների հետ բիզնես գործընկերներ են։ Այսքան ժամանակ երբ եք տեսել հաղորդում մորմոնների սխալների մասին։ Լսել եք։ Կարող մի թեթև ակնարկ կլինի, բայց մորմոնների սխալները, ես որ երկու բառ մենակ ասեմ, երկու բան ասեմ իրանց վարդապետությունից, ու դուք կհասկանաք, որ դա ամենաահավոր կրոնն է, որ այսօր կա Հայաստանում։ Իրանք ասում են, կա Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Մենք էլ ենք չէ՞ այդպես ասում։ Ուրեմն ուշադիր լսեք, բռնվեք, որ աթոռներից չընկնեք։ Այնպիսի բան եմ ասել։ Իրանք ասում են, Հայրը
որ հիմա Աստված է այս երկրի վրա։ Երկնքում, մեր երկնքում ինքը Աստված է։ Հայրը մի ժամանակ մարդ է եղել։ Եվ քանի որ հավատարիմ մորմոն է եղել, դարել է մեր մոլորակի Աստվածը։ Եվ եթե դուք էլ հավատարիմ մորմոններ լինեք, դուք էլ տիեզերքում շատ մոլորակներ կան, դուք էլ ինչ որ մի մոլորակի Աստվածն եք դառնալու։ Սա իրանց վարդապետությունն է, սա իրանց փրկությունն է։ Եվ որդին ընդունում են որդուն Հիսուս Քրիստոսին, ընդունում են։ Հիմա դուք ծիծաղում եք, չէ՞ սրա վրա, սա պաշտոնապես միլիոնավոր մարդիկ սրա հետևից են գնում եւ Հայաստանում հազարավորներ կան իրանց մեջ։ Գիտեք ոնց են մարդկանց գրավում իրանց շարքերը։ Ուրեմն այսպեսի մի վարդապետություն ունեն, որ ցանկացած մարդ դժոխքից ազատվում է, օրինակ, ինչ որ մեկի մայրը մահացել է, ենթադրենք այստեղ, սիրտը ցավում է իր համար, ճիշտ է։ Ինքը ասում է ինքը դժոխքում է, հիմա գալիս են նկարագրում են, ասում են քո մայրը դժոխքում տանջվում է։ Չես ուզում ինքը փրկվի, բա ոնց չեմ ուզում։ Ինչա պետք տամ։ Ասում է տալ պետք չի, ընդհանրապես դու դառնում ես մորմոն, քո մահացած մամայի համար քեզ մկրտում են ջրով, եւ այդ մահացած մաման դժոխքից գնում է դրախտ, մաման էլ, մամայի հորքուրն էլ, մամայի տատին էլ, բոլորը, ինչքան որ դու կարողանում ես փաստաթղթերով ապացուցես, բոլորի համար մկրտվում ես, իրան գնում են դրախտ։ Նայեք ինչ է կատարվում, մարդու նուրբ լարերի վրա են խաղում։ Եվ ձեզ պետք է որ դուք ամուր հաստատված լինեք արմատները խորացրած տիրոջ տան մեջ, որ տարբեր վարդապետության քամիներ չկարողանան գալ եւ տարուբերել ձեզ։ Այսպես է ասում Եփեսացիների թուղթը, որ ասեցի դրել է հովիվներ, ուսուցիչներ, առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, որ իրենք կրթեն, սովորեցնեն, խնամեն ձեզ, որ դուք աճեք մինչև Քրիստոսի կատարյալ հասակի չափը հասնելը։ Մենք պիտի հոգևորապես ամուր լինենք։ Մենք պիտի թույլ չտանք, որ Քրիստոսի մարմնի մեջ օտար մարմիններ ի հայտ կան։ Ինչու են այսքան շատ օտար մարմիններ Քրիստոսի մարմնում։ Քանի որ իմ ժամանակը արդեն մոտենում ավարտին, ես ինձ սահմանափակել եմ։ Եկեք մի ընդամենը 1-2 համար կարդանք այս ուղղությամբ եւ անցնենք առաջ մեր պաշտամունքի հաջորդ մասին։ Լավ ուղղակի նշեմ։ Տիտոս առաջին գլուխ 16-րդ խոսքը։ Եթե կուզեք դետանը կարդացեք։ Տիտոս առաջի գլուխ 16-րդ խոսքը, Փիլիպեցիս 3:18-19-ում այսպիսի մարդկանց ասում է Քրիստոսի խաչի թշնամիներ են սրանք, եկեղեցում են, բայց Քրիստոսի խաչի թշնամիներ են։ Առաջի Տիմոթեոս 5:8-ում ասում է, որ սրանք հավատքը ուրացած են եւ անհավատից էլ չար։ Մատթեոս 13:24-30-ում որոմների առակի պատմությունն է։ Ասում է, ինչի, եկեղեցում ինչի պիտի այդպիսի մարդիկ լինեն օրինակ։ Ինչի։ Չէ որ սա ցորենի դաշտ է, չէ որ այստեղ բոլորը պիտի ցորեն լինեն։ Տերն ասում է, չար մարդու արած գործ է, հիշում եք պատմությունը։ Ասում է, երբ որ գիշերը քնած էին, չար մեկը եկավ ու որոմի սերմեր ցանեց։ Այն ցանած ժամանակ։ Հիմա ասում է, կուզես ծաղաներն են ասում է, տիրոջը, կուզես գնանք որոմները հատիկ հանենք, ասում է, չէ։ Էսի գիտեք ինչն է, էսի հնա, որ մենք սկսենք որոշել, թե որն է որոմ, որը ցորեն, էսի մեր գործը չի, հիշեք։ Անկամ սա հովվի գործը չի։ Տերը ինքը գիտի։ Այ հովիվները, ծառաները, հովիվները ասեցին, Տեր, կուզես եկեղեցուց հատիկ ու հանեմ նրանց, ովքեր որ որոմ են։ Տերն էլ ասում է, ոչ։ Եթե հիմա գնաք ու ցորենի դաշտը մտնեք ու որոմները հանեք, ցորենին էլ կվնասեք։ Կգա հունձքի ժամանակ, ամեն ինչ իր ժամանակ ունի, դուք մի խառնվեք։ Հովիվներ, ծառայողներ, դուք մի խառնվեք։ Ձեր գործը այդ դաշտը ջրելն է։ Թող որոմն էլ աճի, թող ցորենն էլ աճի։ Թող հասունանա, կգա հնձելու ժամանակը,
Եվ այն ժամանակ արդեն ով կառանձնացնի։ Տերը կառանձնացնի։ Ցորենը կհավաքի, կտանի իր ամբարը, որոմը կհավաքի ու կվարի գրակի մեջ։ Այնքան անբնական է Քրիստոսի մարմնի մեջ օտար մարմինների գոյությունը։ Այնքան անբնական է սա, որ շատ մարդիկ թողնում են, հիշում եք սկզբում ինչ է ասում, այս պատգամը ում է շատ ուղղված, բոլոր նրանց, ովքեր թողել են եկեղեցին ու հիմա չեն մասնակցում հավաքույթների։ Այնքան վատ է այդ բանը, որ որոններ կա դաշտի մեջ, այնքան վատ է, որ Քրիստոսի մարմնի մեջ օտար մարմիններ կան, որ այս մարմինները իսկական մարմինները թողում գնում են այս, բայց լսեք, սա անհասկանալի մի բան է, քանի որ օտար մարմին է մտել իմ մարմնի մեջ, մի օտար մարմին եկավ մտավ իմ թևի մեջ, այս ձեռս ասի ես չեմ կարող սենց ապրեմ, թողա գնա, ով է վնասվելու, կչորանաս, ձեռք, հենց դու կտրվես մարմնից, կչորանաս, հիմա խոսքս եմ ուղում բոլոր նրանց, ովքեր հիասթափված են եկեղեցու որոշ անդամներից, որոշ ավագներից, որոշ ծառայողներից, երբեք, սա պատճառ չի, որ դուք հեռանաք եկեղեցուց։ Եթե անգամ հեռացել եք, եթե ինտերնետով եք լսում, որտեղ ձայնագրվում ասա, եթե ինտերնետով եք լսում, եւ դուք ասում եք ձեր պատճառաբանությունը, թե ինչի եկեղեցի չեք գնում, որովհետեւ այնտեղ այսպես են, որովհետեւ այնտեղ անարդարություն է, այսօր լուրջ բան եմ ասում։ Հիմա մարդկանց խոսքեր եմ ասում, որ լսել է այս ականջից։ Սեր չկա եկեղեցում։ Նեղության մեջ են ոչ մեկ ինչ չի հիշում։ Հիվանդ եմ ոչ մեկ չի զանգում ասի։ Ճիշտ բաներ են ասում։ Սխալ բաներ չեն ասում։ Որտեղ պիտի սեր լինի եկեղեցում։ Եթե տեսնում եք ինչ որ մեկը չկա, հեռախոսը վերցրեք, զանգեք, տեսեք կարող անկել է, ոտքը ջարդել է, օգնության կարիք կա, գնացեք ասեք։ Կարող տրանսպորտի փող չունի, որ 100 դրամ տա գա հասնի ստեղ, գնացեք օգնեք։ Կարող հաց չունի։ Սոված է։ Ասեք, տեղյակ պահեք, գնանք օգնենք իրանց։ Բայց լսեք, եթե անգամ ոչ ոք քեզ չի օգնում, սա պատճառ չի, որ դու եկեղեցուց հիասթափվես։ Եկեղեցու մարդկանցից կարաս նեղվես, բայց ոչ նեղանաս։ Մարդիկ սխալական են, բայց եկեղեցու Տերը այդ ինչ հովիվը չի, եկեղեցու Տերը այդ ինչ ծառայողը չի, եկեղեցու Տերը Քրիստոսն է։ Երբ որ դու եկեղեցուց ես հրաժարվում, դու Քրիստոսից ես հրաժարվում։ Մի արեք այդ բանը։ Հələ հակառակը։ Երբ որ դու սիրո պակաս ունես ու քեզ սեր տվող չկա, սա գուցե Տիրոջից մի նշան է քեզ, որ այդ եկեղեցում սեր տվողի կարիք կա ու դու հասկացել ես դա։ Դարձիր սեր տվող։ Հոգատարության պակաս ունես։ Քեզ հոգատարություն ոչ ոք ցույց չի տալիս։ Դարձիր այդ եկեղեցու հոգատարը։ Գնա Հովվի հետ խոսասա, ես ուզում եմ այսպիսի ծառայություն անեմ։ Ուզում եմ ուղղակի այցելեմ հիվանդներին։ Ուզում եմ ուղղակի այցելեմ ինձ, տվեք, չգիտեմ, 1000 դրամ, 2000 դրամ, տվեք, ես առնեմ, վերմիշել տանեմ այս մարդը հաց չունի։ Լսեք, մի սպասեք, որ ձեզ տան։ Դուք տվեք, չունեք, հո ոտ ու ձեռ ունեք։ Եկեղեցին այսօր մենք զոհաբերություն ենք հավաքում, այդ զոհաբերությունը շատերի համար հաց է դառնում, շատերի համար տրանսպորտի փող է դառնում, շատերի համար գրքույկ է դառնում, որ Աստծո խոսքը փոխանցվի ինչ-որ բրոշուրի տեսքով, դիսկ է դառնում, որ ֆիլմ դիտեն, չգիտեմ ինչ է, տարբեր բաներ է դառնում։ Եկեղեցում պաշար կա։ Բայց եկեղեցու պաշարը քո ընտանիքը պահելու համար չի, երբ որ դու նստես եկեղեցին քո ընտանիքը պահի։ Ոչ, եկեղեցու պաշարը ընկածին բարձրացնելու համար է, սովածին կերակրելու համար է, եկեղեցու պաշարը ծույլի համար չի, հավատացեք, դու կարաս ծառայես Տիրոջը, այդ մարմինը պիտի ինքը շարժվի, մարմինը պիտի լցնի, դու գիտեք, որ շարժվում է, արյունը գնում է նրա միջով, հիմա մենք հաղորդություն ենք անելու, հաղորդություն, սուրբ խորհուրդ, մենք ուտելու ենք այն հացը, որ Քրիստոսն ասեց, առեք և կերեք, սա իմ մարմինն է։
Մենք խմելու ենք այն գինին, որ Քրիստոս ասեց առեք եւ խմեք, սա իմ արյունն է։ Եվ ասեց ով սա չանի, իմ հետ բաժին չունի։ Ովքեր են այստեղ ջրով մկրտված։ Ինչի են ջրով մկրտվածները վերցնում հաղորդությունը։ Որտեղ ջրի մկրտությունով դու ուխտ ես անում, որ դու Քրիստոսի մարմնի անդամ ես դառնում։ Ովքեր որ ջրով մկրտված չեն, ես հույս ունեմ դուք շուտով հենց մի քիչ եղանակները տաքանա ջրով կմկրտվեք եւ դուք էլ կմասնակցեք հաղորդությանը։ Իսկ հիմա կարակ ուղակի աղոթեք, Տերը սրտին է նայում։ Եբրայեցիներ 2-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Արդ որովհետև մանկունքն արյունի և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, մարմնի և արյունի մասնակից։ Եբրայեցիներ 3:14 Որովհետև մասնակից եղանք Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պինդ բռնենք։ Դու կարաս քո կյանքում, քանի տարվա հավատքի կյանքում ես։ Չգիտեմ, մեկը կարող է մի քանի ամսվա, մեկը մի քանի տասնյակ տարիների։ Մինչև վերջ, եթե պինդ բռնես այդ հաստատությունը, դու մասնակից ես Քրիստոսին։ 40 տարի հավատարիմ լինես, կյանքիդ վերջին տարին եղար անհավատարիմ, սա քեզ փրկություն չի, կորցնում ես։ Պիտի հասնենք մենք, պիտի մասնակից լինենք։ Քրիստոս պատվեր տվեց, որի մասին խոսում է Պողոս առաքյալը առաջի Կորինթացիներ 11-րդ գլուխ 23-32 հատվածը։ Ես կարդամ արագ եւ արդեն պատրաստված եմ 23-32-ը։ Որովհետև ես Տերիսն ընդունեցի, այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հաց առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, եւ այս արեք իմ հիշատակի համար»։ Լսեք, ամեն անգամ, երբ որ հացը կվերցնեք ձեր ձեռքերի մեջ, հաղորդության անթթխմոր հացը, հիշեք, Քրիստոս սա իր մարմնի խորհուրդն է։ Այդ կոտրված հացը, որ քո ձեռքերում կլինի, հիշի։ Քրիստոս իր մարմինը տվեց կոտրվելու, տվեց տառապանքի, տվեց հարվածների, տվեց խոցոտվելու մի բանի համար, որ ես այսօր փրկություն ունեմ։ Իմ մեղքի վարձքը, իմ մեղքի պատիժը Քրիստոս կրեց, որ ես ազատ լինեմ մեղքից եւ անեծքից եւ մեղքի հետևանք հանդիսացող մահից, որ ես հավիտենական կյանք ընդունեմ։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար»։ Նոր ուխտի արյունը։ Ես նոր ուխտի մեջ եմ իր հետ։ Ինքը ինձ համար իր կյանքը տվեց եւ ես ուխտ եմ անում, որ ես իմ կյանքը դնեմ իր համար։ Իմ համար, իմ ցանկությունների համար չեմ ապրելու։ Չեմ նայելու որն է ինձ հարմար, որը անհարմար։ Ես ահա նոր ուխտի արյունն է սա։ Ասում եմ, հիշեք սա ամեն անգամ, հիշեք սա նոր ուխտի արյունն է։ Այն արյունը, որ թափվեց, ասեց, սա իմ արյունն է։ Գինին, խորհուրդը, իրարյան, վերցրեք եւ խմեք, ձեր ներսը թող լցվի դրանով։ Այդ ուխտի նոր արյունով։ Չեմ ապրելու այնպես, որ ճշմարտության ճանապարհը հայհոյվի։ Լսեք, ձեր տան անդամները գիտեն դա։ Ձեր հարևանները գիտեն դա։ Փոխվենք, սիրելիներ, փոխվենք։
Թշնամին դրսից օտար մարմիններ ուղարկում, որ մեզ շեղի։ Իրան միակ նպատակն է, եւ շատ եկեղեցիներում հասել է այդ նպատակին։ Մարդիկ հավաքվում են, ուրախանում են, երկրպագում են, չգիտեմ, շատ երջանիկ են, բայց մեղքի կյանք կա։ Ումա պետք քո ուրախությունը, եթե քո կյանքը մեղքով լցված է։ Եթե դու մեղքի դեմ պայքար չունես, գիտեք, ուրախությունը լավ բան է, եւ հիշում եք, ես քարոզում եմ այստեղ ուրախության մասին, սա Սուրբ Հոգու պտուղներից մեկն է։ Ուրախությունը պիտի լինի հաղթանակի ուրախություն, ցնծության ուրախություն, երբ որ մի մեղավորի կբերես ապաշխարության Տիրոջ օգնությամբ, երբ որ մի մեղքից, որ տարիներ շարունակ կրում էր քո մեջ, կազատվես, թող ուրախությունն ու ցնծությունը լցնի քեզ։ Ոչ թե հավաքվենք միասին ուրախանալու, չգիտենք ինչի համար, այլ միասին ուրախանանք, որովհետև Տերը փրկություն բերեց։ Ամեն։ Փրկություն բերեց այն մեկի կյանքում, փրկություն բերեց իմ կյանքում, փրկություն բերեց այս ինչ մեղքից, փրկություն բերեց այս ինչ վատ սովորությունից, փրկություն բերեց այն ինչ վատ բնավորությունից, ամենամեծ հրաշքը վատ բնավորությանը հաղթելն է։ Գողիաթին հաղթելը երևի ավելի հեշտ էր, քան թե վատ բնավորությանը հաղթելը։ Եթե դու չես պայքարում քո վատ բնավորությունների դեմ, ուրեմն դու չես գնում դեպի Քրիստոսի կատարյալ հասակը։ Մենք պիտի պայքարենք, եւ ուրախությունը լավ բան է, եւ այդ արյունը ինքը նոր ուխտի, ես նոր ուխտի մեջ եմ Տիրոջ հետ։ Որովհետև քանի անգամ որ այս հացը ուտեք, դուր այդ հացը։ Քանի անգամ որ այս հացը ուտեք, մի հատ էլ ասեմ բաժակը դուր, որտեղ ստեղ տենց է գնաց։ Կամ Տիրոջ բաժակը, կամ այս բաժակը խմեք։ Քանի անգամ որ այս հացը ուտեք, կամ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք, մինչև որ նա կգա։ Մենք սա անելու ենք, պարբերաբար ենք անելու։ Տիրոջ մահն ենք պատմել, ինչպես ես քիչ առաջ պատմեցի։ Ինքը իր մահով ծնեց եկեղեցին։ Տերը մահացավ մեր մեղքերի համար եւ հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Եվ մենք պատմելու ենք սրա մասին մինչև ինքը կգա։ Հենց եկավ, արդեն էլ չենք պատմել, արդեն իր հետ կլինենք։ Ուրեմն ով որ այս հացն ուտի կամ Տիրոջ բաժակը խմի անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ես պարտավոր եմ սա զգուշացնել ձեզ։ Ինչա նշանակում անարժանությամբ ուտել։ Եթե մեկը զգում է, որ ինքը դեռ անտար է Տիրոջ մարմնի մեջ։ Եթե մեկը զգում է, որ իմ քարոզը, որ Աստվածաշնչի հիման վրա է, որ փոխի իր կյանքդ, հեռացիր մեղքից։ Դու քո մտքի մեջ ասում ես, բայց ես այդ մեղքը շատ եմ սիրում, սրանից չեմ կարող։ Այս սրանից կարամ ու պատրաստ եմ, բայց այս մեկից ես չեմ կարող, ես դա անելու եմ։ Եթե դու մեղքը սիրում ես, եւ սա վերցնես, սա գիտեք ինչն է։ Սա օտար մարմիններին հանում է։ Սա դեղ է։ Հիմա կասեք, արդամ լսեք։ Ուրեմն մարդ թող փորձի իր անձը եւ ապա այն հացից ուտի եւ այն բաժակից խմի, որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար ձեր միջում շատ հիվանդներ կան։ Ինչի պատճառով։ Նայեք, այս հրաշք դեղի պատճառով։ Այս բժշկող, այս կյանք բերած հացի եւ այս նոր ուխտի արյան շնորհիվ ձեր միջում շատ հիվանդներ կան։ Ինչու՞։ Որովհետև իրենց անձը չքննեցին, մեղքից չհրաժարվեցին։ Տեսեք, պարտադիր չի սուրբ լինեք, ես շատ անգամ եմ ասել եւ ամեն անգամ կրկնելու եմ,
Պարտադիր չի դու մեղքից ամբողջությամբ ազատ լինես։ Աստված ուզում է, որ դու մեղքի դեմ պատերազմող լինես։ Եթե դու պատերազմող ես, դու արդեն իսկ սուրբ ես։ Եթե դու ատում ես մեղքը, եթե արյուն թափելու չափ պատերազմ ես անում եւ ասում ես ինչ էլ լինի ես ազատվելու եմ։ Եթե չես կարողանում երկար ժամանակ ազատվել եւ պատրաստ ես անգամ խոստովանել եւ օգնություն խնդրել քո հոգեվոր հորից։ Եթե անգամ կա այդ մեղքը, բայց դու պատերազմ ես անում, դու արժան ես սրան։ Եվ հենց քեզ համար ասա։ Բայց եթե դու սիրում ես մեղքը, տեսեք, ասում եմ դրա համար շատ հիվանդներ եւ ցավագարներ կան ձեր մեջ, եւ շատերն էլ ննջած են։ Տեսում եք, սրա պատճառով շատերը մահանում են, որովհետեւ անարժանաբար են ընդունում։ Ես պարտավոր եմ ձեզ զգուշացնեմ սա։ Եթե քո մեջ կտեսնես, որ կա մի բան, ոչ թե որ Տիրոջը հաճելի չի, այլ որ կա մի բան, որ քեզ այնքան է հաճելի, որ դու դրա դեմ երբեք չես պատերազմի, որ դու չես էլ պատկերացնում, որ դու դրանից ազատվես, չես էլ ուզում, որ դու դրանից ազատվես, մի մոտեցի սա։ Ասա ես այսօր հաղորդություն չեմ ընդունում։ Այսպես է ասում խոսքը, ես չեմ ուզում դու ննջես եւ չեմ ուզում քո կյանքում հիվանդություն գա։ Իսկ եթե այս պահին դու ուխտ անես Տիրոջը, որ Տեր, այսքան ժամանակ ես սրանով եմ ապրել, բայց ուզում եմ, որ քեզ հաճեցնեմ, որ իմ կյանքից հեռանաս։ Ես չեմ ուզում օտար մարմին լինեմ քո մարմնի մեջ։ Ես պատերազմ եմ հայտարարում ես մեղքին։ Այն ժամանակ սա քեզ համար։ Ամեն։ Ամեն։ Եթե մեր անձերը դատեինք, չենք դատապարտվի։ Բայց դատվելով Տերիցը խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Ուրեմն եղբայրներ, երբ որ ժողովենք ուտելու համար իրար սպասենք։ Ամեն։